Եվ այսպես, արդյոք Նիկոլ Փաշինյանը կարտահանձնի Ադրբեջան, Արցախյան գոյամարտի, Արցախյան պատերազմի մասնակիցներին, հարգելի հեռուստադիտողներ, կարծում եմ շատերի համար արդեն մեղմ ասած գաղտնիք չէ, որ Փաշինյանական Հայաստանը եւ Ալիևյան Ադրբեջանը իրենք ոչ թե մոտ են կարևոր կնճռոտ հարցերը կարգավորելուն, այլ ավելի շատ նշմարվում է երկու պետությունների միջև ճգնաժամ։ Այդ ճգնաժամի դրսևորումներից մեկը եղավ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևի հայտարարությունը, որը արվեց ընդամենը մի քանի օր առաջ։ Եթե փորձենք գլոբալ հիմնական իմաստը Գաջիևի ներկայացնել, ապա նա ասաց հետևյալը, որ Հայաստանում չպետք է բողոքեն այն շինծու դատական գործընթացից, որը տեղի է ունենում Ադրբեջանում ընդդեմ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դրա հետ մեկտեղ ինքը նաև ասաց, որ Հայաստանի Հանրապետությունը լավ կանի փաստորեն մասնակցի այդ գործընթացին ու հանձնի այն մարդկանց, ովքեր ադրբեջանական կողմի ձևակերպմամբ ռազմական հանցագործություններ են իրականացրել ընդդեմ Ադրբեջանի, հիմա էլ թաքնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ընդգծենք հետևյալը, հարգելի հեռուստադիտողներ, սա ոչ միայն խոսում է ճգնաժամի մասին երկու երկրների միջև, այլ նաև շատ հետաքրքիր ժամանակահատված էր ընտրել ադրբեջանական կողմը այս տեսակ գնահատականը առաջ բերելու։ Ինչու է բավականին հետաքրքիր ժամանակահատված։ Հիշում եք, անցյալ շաբաթ քննարկում էինք Նիկոլ Փաշինյանի կողմից գրած հերթական հոդվածներից մեկը, հոդված, որում Նիկոլ Փաշինյանը մի կողմից ասում էր, որ բոլոր ճանապարհները Հայաստանի Հանրապետության բաց են Ադրբեջանի համար, մյուս կողմից էլ ինքը որոշակի առումով տարակուսանք էր հայտնում առայն, թե ինչու Ադրբեջանը չի ընդունում հայկական կողմի առաջարկը կապված կոմունիկացիաների ապաշրջափակման հետ։ Գաջիևի արձագանքից մենք կարող ենք հասկանալ հետևյալը, որ հայկական կողմի բոլոր ցանկությունները, բոլոր պատկերացումները, որ Ադրբեջանը կգնա զիջման, այդ ցանկությունները կյանքի չեն կոչվելու, Ադրբեջանը շարունակում է սպասել Միջանցքի գլոբալ առումով Գաջիևի ասածը նաև սրա մասն էր, որ այնպիսի նախապայմաններ են առաջ բերվում, որպեսզի բանակցային գործընթացը տապալվի։ Հարգելի հեռուստադիտողներ, նախաբանի խոսքում արդեն նշեցի, որ բավականին հետաքրքիր մակարդակի հարաբերություններ են հաստատվել Հայաստանի, Ադրբեջանի միջև, Հայաստանի, Թուրքիայի միջև, Թուրքիան ու Ադրբեջանն էլ իրենք իրենց հերթին Հայաստանի Հանրապետության դեմ այս մի քանի տարիների ընթացքում սինխրոնիզացված աշխատանքներ են իրականացնում, աշխատանքներ, որոնց շրջանակներում նաև Նիկոլ Փաշինյանի համար է նույնիսկ ակնհայտ, որ շատ կարևոր է, որ կարգավիճակների որոշակի հավասարություն լինի, որպեսզի նա կարողանա Ալիևի եւ Էրդողանի հետ հավասարի բանակցել, որպեսզի նա կարողանա այնպիսի հարցեր լուծել, որոնք իսկապես անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության համար, այլ նաև առաջին հերթին իր անվտանգությունը ապահովելու համար։ Եվ այստեղ մենք պետք է արձանագրենք հետևյալը, հիշում եք, ինչպես էր Նիկոլ Փաշինյանը բավականին նյարդային կերպով արձագանքել ժամանակին Մարիա Զախարովայի կողմից մի մեկնաբանությանը եւ ընդգծել էր հետևյալը ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ, որ ես ի պաշտոնե իմ մակարդակով շփվում եմ Վլադիմիր Պուտինի հետ, շփվում եմ Միխայիլ Միշուստինի հետ, այսինքն Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, Ռուսաստանի Դաշնության վարչապետի հետ եւ չեմ արձագանքում Մարիա Զախարովայի գնահատականներին։ Բայց մենք տեսնում ենք մի իրավիճակ, որ փաստորեն Նիկոլ Փաշինյանին արձագանքում է նույնիսկ ոչ թե ինչ-որ մի ադրբեջանական նախարար, այլ Նիկոլ Փաշինյանի հոդվածին արձագանքում է ընդամենը Հիկմետ Հաջիևը, Ալիևի օգնականը։ Միջելուց նրա հոդվածը նաև ինչի մասին է խոսում, որ իշխանությունները Արարատ Միրզոյանի, Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի եւ այլ անձանց մակարդակով, ովքեր հայտարարում են այն մասին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կա չհամաձայնեցված ընդամենը երկու կետեր, որոնք վերաբերում են նրան, որ երրորդ երկրները, երրորդ սուբյեկտները չպետք է ներկա լինեն Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, ինչպես նաեւ նրան, որ կողմերը պետքա յետ վերցնեն իրենց հայցերը միմյանց դեմ տարբեր միջազգային ատյաններում, այս գնահատականը իրականությանը չի համապատասխանում։ Շատ ավելի շատ չլուծված կնճռոտ հարցեր կան երկու երկրների միջև, մի շարք փորձագետներ նաև արտասահմանյան փորձագետներ, ովքեր փորձում են մի փոքր անաչառ հայացքով հետևել մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, բավականին հետաքրքիր թեզ են առաջ քաշում։ Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը այնպիսի նախապայմաններ է առաջ բերում, որոնք ի սկզբանե
կամ ընդհանրապես հնարավոր չէ կյանքի կոչել, կամ դրանք բավականին բարդ է կյանքի կոչել, ու հեսա տրամաբանական հարց է առաջանում։ Լավ, ինչու են ադրբեջանցիները սա անում։ Նպատակներից մեկը որը կարող է լինել Ադրբեջանի, շատ բարձ նպատակներից մեկը կարող է լինել այն, որ ադրբեջանցիները շատ լավ հասկանալով, թե Նիկոլ Փաշինյանի քաղաքական արժեթղթերը որքան են արժեզրկվել Հայաստանի Հանրապետությունում, իրենք իրենց դիրքորոշմամբ փորձում են դիրքավորվել Հայաստանի Հանրապետության ապագա իշխանությունների հետ բանակցություններում։ Դրա համար է անհրաժեշտ, որ միջև նոր իշխանության ձևավորումը իրենք կարողանան օրինակ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, փոխել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, պահպանել այն բոլոր օկուպացված տարածքները, որոնք իրենք արդեն մի քանի տարի է պահպանում են իրենց վերահսկողության տակ։ Այս ամեն ինչը ամենայն հավանականությամբ Ադրբեջանին անհրաժեշտ է Հայաստանի ապագա իշխանությունների հետ ել ավելի լավ պայմաններից բանակցություններ սկսելու համար։ Դա իր հերթին նշանակում է հետևյալը, որ Նիկոլ Փաշինյանին մարած օբլիգացիա են համարում նույնիսկ Բաքվում։ Մտածեք այդ մասին։